Բարև ձեզ հարգելի ուսուցիչներ, այժմ լուծելու ենք ապրիլի 22-ի հանդիպումից հետո 2025 թվականի քառակուսիայում կայքում տեղադրված շոշափողի վերաբերյալ թեստային առաջադրանքի վարժությունները։ Եկեք կարդանք առաջին խնդիրը միանգամից։ Y հավասար է սինուս x ֆունկցիայի գրաֆիկին այս երկու կետերից, ընդ որում ստուգելով կարող ենք տեսնել, որ այդ երկու կետերը պատկանում են ֆունկցիայի գրաֆիկին, տարված շոշափողները հատվում են ինչ-որ C կետում։ Պետք է գտնել C կետի x կոորդինատը։ Կան տարբերակներ, հիմա եկեք խնդիրը լուծենք էկրանին եւ տեսնենք, թե որը կլինի։ Ճիշտ պատասխանն է պիկես, հուսով եմ ճիշտ եք ստացել։ Այժմ եկեք վերլուծենք։ Որում այս խնդիրը լուծելուց ընդհանրապես կարիք չկա թվաբանություն անելու, եթե լուծում եք, միանգամից կարելի է գլխի ընկնել եւ այսպես y հավասար է սինուս x-ի գրաֆիկը, սենց ինչ-որ պատանվող ֆունկցիա է, չէ, այս կողմից սենց գնում, հա։ Եվ այլն։ Հիմա նշենք A կետը, ասում էր an π6 1/2։ Եթե հաշվենք սինուս π6-ը, դա հավասար է 1/2, չէ, այսինքն այս x-y A կետը պատկանում է ֆունկցիայի գրաֆիկին, որտեղ x-ի այս արժեքի դեպքում y արժեքն է ընդունում։ Սա կլինի պայմանավորապես A կետը։ B կետը ունի հետևյալ կոորդինատները 5π6 1/2։ Դա էլ կլինի սա B կետը։ Արժեքը նույնն է, այսինքն իրան գտնվում են նույն մակարդակի վրա։ Դա եկեք հետևյալ ձև նշենք։ Ասենց նույն մակարդակի վրա են, չէ։ Ասենց մի քիչ հարմար չեղավ։ Հիմա ասում է A եւ B կետերից ֆունկցիայի գրաֆիկին շոշափողներ են տալու։ Այդ կետերով անցնող։ Առաջին ուղի գրաֆիկը կլինի այ շոշափողը, սա պայմանական։ Երկրորդին էլ կլինի սա։ Պետք է գտնել այս C կետի x կոորդինատը։ Տեսեք, լուծումը շատ ակնհայտ տրիվիալ է։ Ունենք համաչափություն, չէ՞։ Մենք գիտենք, որ սինուսի գրաֆիկը համաչափ է պիկեսի նկատմամբ, չէ՞։ Սինուս պիկես պլյուս x ալֆան ինչի է հավասար։ Կոսինուս ալֆա։ Իսկ սինուս պիկես մինուս ալֆան էլի կոսինուս ալֆա։ Այսինքն պիկեսից ինչքանով ալֆայով աճ գնանք թե ձախ, նույն արժեքն է ստացվելու։ Գրաֆիկը համաչափ է։ Պարոն Աղիկյանը ստեղ լիներ կասեր երկրաչափության դաշտ եկանք մտանք։ Եթե վերցնենք այս պիկեսը, սրա նկատմամբ համաչափ է, չէ։ Եթե գրաֆիկը համաչափ է, ապա այ B կետերից տարած շոշափողներն էլ կլինեն իրար համաչափ։ Հետևաբար այդ ուղիները որտեղ կհաղթվեն, այդ համաչափության առանցքի վրա։ Ճիշտ է։ Ուրեմն այս C կետի x կոորդինատը կլինի պիկես։ Պատասխանը միանգամից պիկես։ Հիմա եկեք մեր գործը մի քիչ բարդացնենք ու գտնենք C կետի ոչ թե x կոորդինատը, այսինքն աբսիսը, այլ օրդինատը։ Այս դեպքում արդեն պետք է աշխատանք կատարենք։ Դրա համար արդեն պետք է շոշափողի հավասարումը գրենք։ Y-ը հավասար է, եկեք ընդհանրապես գրենք ոնց էր բանաձևը fx0, x0 կետում պատկանող ֆունկցիայի գրաֆիկի կետից տարած շոշափողի հավասարումը սա է, չէ։ Fx0-ին գումարած f'(x0) անգամ x մինուս x0։ Հիմա մեզ որ կետով ավելի հարմար կլինի, A կետով տարածը կնշենք, թե B կետով։ Հիմա A-ով, չէ։ Այո։ Վերը ավելի փոքր են, այսինքն x0-ն վերցնենք π6։ Այդ դեպքում fx0-ն հավասար է 1/2, չէ, սինուս π6-ն է։
f'(x0) գտնելու համար պետք է ածանցյալը հաշվենք 0 կետում, չէ՞։ Մեր ֆունկցիան այսինքն sinus x, ինչ։ Sinus x-ի ածանցյալը cosinus x։ Ածանցյալի արժեքը x0 կետում cosinus x0, այսինքն cosinus π. Հավասար է արմատ 3։ Երկրորդ։ Այսինքն շոշափողի հավասարումը կլինի y ասել է 1/2-ին գումարած արմատ 3 երկրորդ անգամ x մինուս π 6-րդ։ Դա այս սև C կետի օրդինատը գտնելու համար պետք է օգտագործենք աբսիսի արժեքը, չէ՞։ Π կեսը։ Այսինքն մեզ պետք է գտնել y-ի արժեքը π կեսում 1/2-ին գումարած արմատ 3 երկրորդ անգամ π կես մինուս π 6-րդ։ Հավասար է 1/2-ին գումարած արմատ 3 երկրորդ անգամ ստեղ π 3-րդ հաստացում։ Հավասար է 3-ին գումարած π արմատ 3 6-րդ։ Սա եղավ C կետի օրդինատը, այսինքն C կետի օրդինատը, եթե ուզում եք գտնենք, կլինի π կես ու 3-ին գումարած π արմատ 3 6-րդ։ Լավ, իրականում այս երկրորդը կարիքը չկար մաս անելու, խնդիրը զուտ առաջին մասի վերաբերյալ էր։ Ես ուշացած միացա, ոչինչ, կներեք էլի, մի բան ասեմ։ Ես երկու կետինը շոշափողներով հատման կետը գտել էի, այդպես էի արել, գրաֆիկորներով չէի արել։ Ու այդտեղից գտել էի π կեսը։ Շոշափողի հավասարումներով երկու կետով անցնող I-ի եւ P-ի համար հավասարեցրել է իրար, միանգամից այդտեղից գտել է x-ը։ Հա, դե մենք ասենք առանց դրա արեցինք, էլի միանգամից։ Այսինքն ձեր արածը ցանկացած երկու կետի։ Չէ, գրաֆիկով չեմ արել, ոչ է գեոգեբրայով են, հա, լուծումներով, շոշափողի հավասարումները կտա եւ P կետերի հավասարեցրեց իրար, այդտեղից x-ը կտա։ Հա, կարող եք անել, բայց հա, էդի բանն է, ցանկացած երկու կետից համար կարող եք տենց անել, չէ՞։ Բայց այս խնդիրը ընտրությունն էր, որ համաչափությունը գլխի ընկնեք ու խնդիրը պարզացնեք։ Ճիշտ է։ Ատեստացիայի ժամանակ որ ցենց խնդիր լինի, հետո կարող ասեք, որ ժամանակը քիչ էր, չհասցրեցի, չէ՞։ Բայց ինքը Միքայելյանի խնդիր է։ Հա, բարձ է։ Մի բան էլի այստեղ ասեմ։ Ասեք։ B կետը խնդրում նշվում էր, որ գրաֆիկի կետ է, թե ուղղակի կոորդինատային հարթության վրա այդ կետի։ Երկու կետով անցնում։ Դե բան արեցինք, որ հաշվում ենք ֆունկցիայի արժեքը։ Չէ, ուղղակի նախորդ խնդիրները, որ sense նայում ես գրաֆիկներ տված են, որ պիտի ասեիր քանի հատ շոշափող կարելի է տանել, B-ից բացի սրանից էլի շոշափող կարանք տանենք ուղղակի։ Այո, ոչ սիմետրիկ։ Բայց հայտա որ սրա մասին է, չէ՞ խոսքը։ Այսինքն նախորդ հանդիպմանը շոշափողի մասին մի քիչ գիտելիքներս խորացրեցինք, բայց խելամտությունը պետքա մեկա գերակայի։ Այսինքն եթե ֆունկցիայի վրայի կետից տարածա շոշափող, խոսքը գնում է այդ կետից տարած շոշափողի մասին, էլի, եթե ուրիշի շոշափողի մասին լինի, օրինակ B կետից սա էլ է, չէ՞, շոշափող լինում։ Դա առանձին կնշվի, թե եթե չի նշվում, ըստ լռության նկատի ունենք բանի մասին։ Ես գիտեք, Հա, 9-րդն ու 10-րդը տված էր, տարբեր շոշափողներ, հա, նման հարցեր շատ եք դրել, հա, վերջինները։ Ընկեր Կոկյան, մենակ մի հարց էլի, ուրեմն կներեք, ուրեմն երկրորդը ածանցյալը այնտեղ որ տված էր ակետի արժեքը, ես դա եկ։ Գիտեք, ինչ եկեք առաջ չանցնենք, հատկապես որ այս ամեն ինչը ձայնագրվում է, հետո YouTube ենք դնելու։ Եկեք հանգիստ հատիկ-հատիկ գնանք առաջ, հա։ Պարոն Գոգյան, մի բան հարցնեմ։ Այդ սինուսի գրաֆիկը, որ կոկավորություն ունի, ես իմ մոտ բանը գրաֆիկի վրա չի ստացվել, ոնց որ ես կոկավորությունով գծել եմ, հնարավոր է ինքը եթե գրաֆիկի վրա չլինի այդ կետերը, էլի նույն կետը լինի։ Իմ մոտ էլ է նույն կետը ստացվել, բայց գրաֆիկի վրա չէ։ Կետը սա լիներ։ Այս բանը կոկավորության մեջ լինի այս A ու B կետերը, եթե հաշվում ենք, լինում է այդտեղ 130 աշճան եւ լինում է π6-րդը 30 աշճան։
Իմ կարծիքով գրաֆիկի վրա չպետք է լինի, ներս պետք է լինի։ 130 չի լինում, 150 չի լինում։ 150։ Ինքնիվեցիա 150-ա, բայց հոգավորություն չհասկացա ինչ նկատի ունեք։ Բայց այդ դեպքում շոշափող չի լինի, չէ՞։ Կետը, շոշափման կետ չի Եթե լինի։ լինի շոշափողը արդեն բարդ է հասկանալ ինչ շոշափողի մասին է։ Սրա մասին է խոսքը։ Հիմա այս կոնկրետ խնդրում ակետն է։ Հաջորդ խնդիրներում չի արդեն հստակ մանրամասն։ Այսինքն այստեղ սկզբունքը հասկանայինք, որ եկեք առաջ անցնենք, եկեք տեսականորեն չխոսենք, էլի, երբ որ իրավիճակ տենց խնդիր կլինի, դրա մասին տենց կխոսենք։ Հիմա երկրորդ խնդիրին անցնենք, էկրանը փոխենք, որն է -1 -5 կետով անցնող եւ y հավասար 2x քառակուսի -x ֆունկցիայի գրաֆիկը շոշափող ուղի հավասարումը։ Հիմա էլի վերադառնանք մեր գրելու էկրանին։ Ուրեմն y-ը հավասար է 2x քառակուսի -x ու շոշափող ենք տարել a -1 -5 կոորդինատներով կետից։ Ունենք 4 տարբերակ, չէ։ 2x -3 2.5 անգամ x -1 4x -1 եւ 3x -2 այս 4 հատից որն է լինելու։ Հիմա տեսեք, անցած հանդիպմանը մենք զրուցեցինք, որ եթե ուղիղը պարաբոլին հատում է միայն մի կետում, ուրեմն շոշափում է, չէ՞։ Չի կարող մի կետում հատի ու շոշափող չլինի։ Օրինակ ուրիշ տարբեր գրաֆիկների հնարավոր է, օրինակ եթե այս գրաֆիկը նայենք, չէ՞, ապա այս ուղիղը ֆունկցիայի գրաֆիկը քանի անգամ կհատի։ Մի։ Համաձայն եք։ Մեկ անգամ։ Մի կետում կհատի, բայց շոշափող չի լինի։ Ու հակառակն էլ կարող է մեկից շատ կետերում հատի, բայց շոշափող լինի։ Օրինակ այս գրաֆիկի համար այս ուղիղը։ Մոտավորապես։ Սա գծենք, Դեք ինքը այս ուղի շոշափող է ֆունկցիային։ Այս կետից տարած շոշափողն է, բայց նաև հատում է այս կետում։ Բայց մենք ասենք, որ պարաբոլի դեպքում, եթե հատում է ոչ ուղղաձիգ, այսինքն ֆունկցիա գրաֆիկը, հատում է մեկից ավելի մեկ կետում շոշափող է, իսկ եթե շոշափող չի, ապա չի հատելու, սենց է լինելու։ Կամ էլ երկու կետում է հատելու։ Չի կարող ֆունկցիայի գրաֆիկը մի կետում հատել ու շոշափող չլինել։ Կոպիտ ասած, սենց բան չի կարող էլի լինել։ Ճիշտ սենց որ լինի, մեկը երկրորդ կետը հատմա լինելու, այս սենց որ շարունակեն հատվելու են, էլի։ Դրա հիման վրա կարող է այս խնդիրը սենց լուծել։ Գտնենք այս ուղի ու սրա հատման կետերը։ 2x քառակուսի -x-ը պիտի հավասարացնենք 2x -3, չէ։ Սարմենք 2x քառակուսի -3x + 3 հավասար է 0։ Սրա դիսկրիմինանտը բացասական է։ Այսինքն այս ուղիղը այս ֆունկցիայի գրաֆիկին չի հատում։ Ուրեմն շոշափող չի։ Նույն ձև երկրորդն ենք ստուգում, երրորդն ենք ստուգում, չորրորդն ենք ստուգում ու տեսնում ենք, որ մենակ չորրորդ դեպքում է, որ հատման կետերը մեկն է, այսինքն y-ը հավասար է 2x քառակուսի -x եւ y-ը հավասար 3x -2 այս ֆունկցիաների գրաֆիկների հատման կետ նշանակում է 2x քառակուսի -x-ը հավասար է 3x -2, չէ։ 2x քառակուսի հանած 4x + 2-ը հավասար է 0, այս միանգամից լրիվ քառակուսի անջատվում։ Սա քանի հատ լուծում ունի, մի հատ, չէ։ Ուրեմն այս ուղիղը այս պարաբոլին կհատի միայն մեկ կետում, հետևաբար կլինի շոշափող։ Պատասխանը դա։ Սա Այսինքն մենակ այս եղանակով ենք ստուգում, պարոն Գոգյան։ Չէ, հիմա այսն էր, որ ոնց որ ինքը այնքան էլ կոնստրուկտիվ չի, որպես թեստային պատասխան գտնել լավ էր։ Բայց հիմա որ ասենք -1 -5 կետից տարած շոշափողի հավասարումը որը կլինի, եթե տարբերակներ չլինեն, չենք կարողանա, չէ՞, լուծել։ Հենց այդպես էր իմ մոտ, հա, ես Դրա համար
եկեք ընդհանուր լուծենք, այսինքն -1 -5 կետից ֆունկցիայի գրաֆիկին տարած շոշափողի հավասարումը գտնենք, առանց բանի պահանջի, էլի, որ -1 -5 կետով ուղի հավասարում գրենք ընդհանուր տեսքով ու ասենք պարաբոլին մի կետում հատի, այսինքն հավասարացնենք, ասենք դիսկրիմինանտը 0 է։ Դա նախորդ դասին արեցինք։ Հիմա մի քիչ ուրիշ ձև անենք։ Ուղղակի վերցնենք ֆունկցիայի գրաֆիկի վրա ինչ-որ կետ, դրա գրաֆիկը ինչ ձևի է։ 2x անգամ x - 1/2-ն է, չէ՞։ Ճյուղերը վերև ուղղված պարաբոլա։ Դու ես 0 1/2 կետերում։ Որը 0 եւ 1/2 կետերում հատում է։ Սիմետրիկ է 1/4-ը։ Տենց 1/4-ը համաչափության առանցքա։ -5 այս կետն է, -1 -5։ Ինչպես տեսնում եք, անջատեցինք միկրոֆոնը։ -1 -5 կետից տարած շոշափող, արդեն տեսնում ենք, որ քանի հատ շոշափող կա իրականում։ 2 հատ։ 2 հատ, չէ՞։ Մեկ էս ճյուղը կշոշափի։ Մյուսն էլ էս ճյուղը սենց շատ ուղղաձիգ վերև է, չէ՞, լելու սենց մի տեսակ սենց։ Գնալու է, սենց սիրում այդտեղ շոշափի։ Այ, մի խոսքով։ Սա մեր կետն է։ Դրա համար ֆիքսենք պարաբոլի վրա ինչ որ x0 y0 կոորդինատով կետը ու գտնենք այս կետից իրան տարած շոշափողի հավասարումը։ Հավասարումը սա y-ը հավասար է fx0 գումարած f'(x0) անգամ x - x0, չէ՞, հավասար է։ f(x0)-ն կլինի այս ֆունկցիայի արժեքի x0 կետում, 2 անգամ x0 քառակուսի հանած x0 գումարած։ f'(x0)-ն ինչի է հավասար։ f'(x)-ը լինել է 4x 4x0 հանած 1 անգամ x - x0 հավասար է։ Սկսենք պարզեցնել 2x0 քառակուսի հանած x0 գումարած x անգամ 4x0 հանած 1 հանած 4x0 քառակուսի գումարած x0, չէ, հավասար է -2x0 քառակուսի գումարած x անգամ 4x0 - 1։ Համաձայն եք։ Այո։ Հիմա մեր ուզածը ո՞րն էր։ Որ այս գրաֆիկը անցնի ո՞ր կետով։ -1 -5։ -1 -5։ Չէ, այսինքն եթե x-ի տեղը տեղադրենք -1, y-ը ստացվի ինչ։ -5։ Դրա միջոցով x0-ն կգտնենք, տեղադրենք։ Ստանում ենք, որ -5-ը հավասար է -2x0 քառակուսի հանած 4x0 պլյուս 1, չէ, x-ի տեղը -1 տեղադրեցի։ Ստեղից 2x0 քառակուսի գումարած 4x0 -6 հավասար է 0։ Մի հատ կրճատենք 2-ով։ Մենք որ մեկը արմատ է։ Եթե մեկը արմատ է, եթե թեորեմով էլ արմատների արտադրյալը -3 է, չէ։ Ուրեմն կլինի 1 կամ -3։ Հիմա տեղադրենք շոշափողի հավասարման մեջ։ Շոշափողի հավասարումը սա է, չէ։ Տեղադրենք, մի հատ x0-ն 1 ենք տեղադրում, y-ը հավասար է -2 գումարած 3x, x-ը -3 ենք տեղադրում, -18 գումարած -13x, հանած 13x։ Այս երկու հատ շոշափող ունի։ Տեսեք, այս երկրորդը ճյուղերը նվազող է, չէ, անկյունային գործակիցը -13 է,
ու x-երի առանցքը հատում է -18 կետում, այսինքն մոտավորապես ճիշտ են գծել, իսկ սա կլինի 3x մինուս 2-ը, տարբերակներից որ լանենք, մեր սկզբունքը ուղի հավասարման միջոցով գտնեինք հենց գրաֆիկի վրայի x0 կետը, որում հատել էր, հա? Դեսենց բանը, քանի որ չգիտենք, որ կետում է շոշափում, գրում ենք ընդհանրապես պարաբոլին տարած շոշափողի հավասարման տեսքը։ Դրա համար ընտրում ենք շոշափման կետը, չէ, x0, ու այդ կետով անցնող շոշափողի հավասարումն ենք գրում։ Հիմա տենց ամեն կետը, որ փոխենք, շոշափողը կփոխվի, չէ, ամեն կետից շոշափող կա։ Մեզ որ շոշափողն է պետք, որ անցնում է ա կետով, ունենալով շոշափողի հավասարման ընդհանուր տեսքը, պահանջում ենք, որ այդ շոշափողը անցնի մեր ուզած կետով։ Դրա միջոցով գտնում ենք շոշափման կետի կոորդինատը։ Այսինքն մենք երկու շոշափողներն ունեցանք, չէ, պարոն Գոգյան, մեկը էս ներքևինը, մեկն է վերևինը։ Հա, դե որտեվ այս դեպքում բան է, ոնց որ պիտի ընդհանուր գտնենք, նայենք որն է, չէ։ Իսկ այն առաջին մեթոդով որ լուծեցինք, այնտեղ մեր մոտ բան էինք անում։ 4 հատ տարբերակ էր, նայում ենք այդ 4-ից որն է շոշափում։ Բայց եթե տարբերակները չլիներ, չենք կարողանա, չէ, որոշել, որն է դրանց շոշափում։ Պես տեսանք, ուրիշ էլ կար։ Սրա մասին բանում թեստ տարբերակներում նշված չէր, բայց ամեն դեպքում շոշափող է ստացվում։ Լավ, հիմա անցնենք երրորդ խնդրին, թե հարց չկա։ Երրորդն էլ է նույն ձևով։ Հա, սկզբունքը նույնն է, այստեղ մի քիչ է բարձրանում, որ y-ը երրորդ կարգի է, բայց դա շատ բան չի փոխում, էլի։ Որն է -1 -3 կետով անցնող եւ այս ֆունկցիայի գրաֆիկը շոշափող ուղի հավասարումը։ Սա առաջին մեթոդով շատ ավելի հեշտ է լուծելը։ Հավասարացնում ենք, այնտեղ գործակիցները գտնելով հեշտ լինում է, որն է շոշափող։ Բայց մենք հեշտ բաներ, քանի որ չենք սիրում, երկու ձևով ենք տանում։ Ուրեմն ունենք y-ը հավասար է x խորանարդ մինուս x պլյուս 1, չէ։ Ու տարբերնակներն են y-ը հավասար է x մինուս 2, y-ը հավասար է 2x մինուս 1, y-ը հավասար է 3x և y-ը հավասար է 4x պլյուս 1։ Չորս տարբերակներն են, կետն էլ -1 -3-ն է, չէ, հա, -1 -3։ Նախ հեշտացնուկ որ այս 4 ուղիներն էլ անցնում են այս կետով, չէ, ա կետով անցնում են բոլոր մեր գրաֆիկները, կոնսոլ միանալու ուզեցող կարան, բոլորն էլ այս կետով անցնում են, այսինքն չենք կարող հենց սկզբից մի քանի տարբերակ դուրս նետել։ Հիմա -1 -3-ը այստեղ է, չէ, -1 -3։ Հիմա x խորանարդ մինուս x պլյուս 1-ը, մոտավոր գրաֆիկը ոնց է լինելու։ Այս կետով անցնելու, չէ, որ պարկած, որ գրաֆիկին OX-երի առանցքին մոդելում էր հիպերբոլի պես։ -1-ում ինչ արժեք է ընդունելու, էլի 1 արժեք։ 1 կետը։ Տեսեք, ստեղ, այսի կարող ենք սենց գրել, x անգամ x մինուս 1 անգամ x պլյուս 1։ Մեկը բացնած արմատ 3, արմատ 3/3 և մինուս արմատ 3/3։ Այս այա չէ լինելու։ X խորանարդ մինուս x-ը կարող ենք սենց գրել։ Այս ֆունկցիան 1 կետում, 0 կետում, -1-ում ընդունելի է 1 արժեք, որտև 0-ում, 1-ում, -1-ում սա ինչի հավասար։ Այսա, այսքանը։ 0 Այսքան այս 3 կետերով անցնելու է, 1, 2, 3։ Իրա գրաֆիկը սենց ինչ-որ բան է լինելու։ Իրա շոշափողը ինչ տեսք է ունենալու։ Արդեն վիզուալ կարող ենք ասել, չէ։ Մի կետ։
Այս սա է լինելու մոտավոր մեր ֆունկցիայի շոշափողը։ Մեծացնենք այս կետը յանուսը։ Այսինքն ինչ որ ուղղի լինելու չէ, այսինքն սկզբունքորեն գրաֆիկորեն 4-ն էլ կարող են լինել։ Բայց տեսեք ինչն է հետաքրքիր, շոշափողը միայն մի կետում չի որ հատելու է մեր ֆունկցիայի գրաֆիկ, այլ հատելու է երկու կետում։ Բայց ինչն է հետաքրքիր, որ այս կետում, որ շոշափում է, պատճառն է, որ իրար հավասարացնում ենք հավասարումներ, այս գործակցը քառակուսիով է լինում, էլի։ Դա մի քիչ մաթանալիզի հետ կապված է, հիմա այդքան չենք խորանա։ Հիմա ինչ անենք։ Այս կետը թող լինի x0 աբսիսով կետը ու գրենք շոշափողի հավասարում։ Y-ը հավասար է fx0, էլի մեր մոտ fx-ը սա է, չէ, այն ֆունկցիան է, որը ուսումնասիրում ենք։ Գումարած f'(x0) անգամ x մինուս x0 հավասար է x0 խորանարդ հանած x0 պլյուս 1 գումարած f'(x0-ն ինչ կտա։ 3x0 քառակուսի հանեք։ Քառակուսի 3x քառակուսի մինուս 1-ն է, չէ։ 3x0 քառակուսի մինուս 1 անգամ x մինուս x0 հավասար է 3x0 քառակուսի մինուս 1 անգամ x գումարած ստեղ պետք է սրան գումարենք սա անգամ մինուս x, չէ։ Ես մի անգամից գրեմ մինուս 2x0 խորանարդ ու վերջ։ Այսինքն Այսինքն հանած մինուս 2x0 խորանարդ։ Լետինն է իման գալիս, հա։ Հանած պլյուս 1։ Տեսեք, ստեղ մինուս x0 ունենք։ Ստեղ էլ մինուս 1 անգամ մինուս x0 կտա պլյուս x0, էլի այդ ամեն ինչը կկրճատվի։ Այսինքն մեր ֆունկցիայի գրաֆիկի վրա x0 աբսիսով կետից տարած շոշափողը ունի այս հավասար, այս տեսքը 3x0 քառակուս x0 քառակուսի մինուս 1 անգամ x գումարած 1-ից հանած 2x0 խորանարդ, ճիշտ է։ Խորանցնում է ակետով։ Հիմա նայեք, այս դեպքում եթե մենք ասենք ինքը անցնելու է ակետով, մի հատ խոշոր պրոբլեմ ենք ունենալու։ Եկեք այդ պրոբլեմ ունենանք, հետո շրջանցենք։ Y-ի տեղը տեղադրում ենք -3, x-ի տեղը -1, չէ։ Տալիս է 1 հանած 3x0 քառակուսի գումարած 1 հանած 2x0 խորանարդ, այսինքն 2x0 խորանարդ գումարած 3x0 քառակուսի հանած 5 հավասար է 0։ Ստեղ մեր բախտը բերում է, որ տեսնում ենք, որ x0-ն ինչ է։ 1, չէ։ Եթե ինքը ինչ-որ իրացիոնալով թիվներ չէինք կարողանալու գտնել։ x0-ն հավասար է 1։ Ահա։ Կներեք, պլյուս 2x խորանարդ 0 խորանարդ, թե մինուս։ Դե ձախ տարա, ամեն ինչ ձախ տարա, որ մինուս 1-ով էիք, չէ։ Մինուս 1 է, չէ, x0-ն։ x0-ն 1, որ այնտեղ բան է 2 x0-ն 1 աստացում, տեսեք, x0-ն 1 ենք տեղադրում, դարձել 2 պլյուս 3 հանած 5։ Հա։ x0-ն 1 մյուս արմատը ոնց են գտնելու մյուս 2x խորանարդ գումարած 3x քառակուսի մինուս 5 բազմանդամը բաժանում ենք x մինուս 1-ի, չէ։ Տալիս է 5x քառակուսի մինուս 5, այս էլ դե 5 անգամ x մինուս 1 անգամ x պլյուս 1, չէ, այսինքն 5x պլյուս 5 կլինի։ Այսինքն լինում է x մինուս 1 անգամ
x0 մինուս 1 անգամ 2x0 քառակուսի գումարած 5x0 պլյուս 5 հավասար է 0։ Սրա դիսկրիմինանտը բացասական է, ուրեմն միակ լուծումն է x0-ն հավասար է 1։ Տեղադրենք հիմա։ Տեղադրում ենք x0-ն հավասար է 1 այս մեջ, այստեղ x0-ն հավասար է 1 տեղադրում ենք, տալիս է 2x մինուս 1։ Ու տարբերակների մեջ դա կա, չէ։ Այո, 2x մինուս 1։ Սա կլինի պատասխանը։ Ուղի հավասարման մեջ տեղադրենք։ Ինչ։ Ուղի հավասարման մեջ տեղադրենք, չէ, որ x0-ներով ստացել ենք։ Տեղադրեցինք, այս է, չէ։ Շոշափողի հավասարումը x0 գտանք, տեղադրում ենք գտնում ենք։ Իսկ ինչ անեինք, եթե չգիտեինք, այսինքն չէինք կարողանում այս x0 գտնել, ի վերջո երրորդ կարգի հավասարում է, չէ։ Այդ դեպքում կարող ենք անել հետևյալը։ Հիմա այս ուղիղը, որ կա, այս ստացածը, լինելու այս վերևի 4-ից ինչ որ մեկը, չէ։ Գիտենք որ։ Կարող ենք հերթով անենք, եթե լիներ x մինուս 2-ը, ուրեմն այսքան ինչ պիտի լիներ։ Կա գործակից 1, 2, 3, 4։ 1 լիներ։ 1 Իսկ սրա գործակիցը դնեինք այսքան էլ մինուս 2։ Լուծեինք, տեսնենք, ստացվում է, թե չի ստացվում։ Արդեն հեշտ է, չէ, տեսեք, գրելու ենք սա հավասարա 1, արդեն կարող ենք, չէ, սա լուծել։ Սա հավասարացնենք այս 1 գործակցին, լուծեինք։ Հետո այս 2-ին, հետո 3-ին, հետո 4-ին, տեսնենք ամեն դեպքում, որ ստացվում է x0, տեղադրում ենք ստեղ, այս մյուս ազատ անդամը ստացվում է, թե չէ։ Հերթով տեղադրենք։ Էդի կարող ենք անել, եթե չենք կարող երրորդ կարգի հավասարումը լուծեինք։ Բայց այս դեպքում քանի որ լուծվում է, թվերը նենց անցրացնում, նոր լինում է, կարիք չկա։ Հարցեր կան սրա հետ կապված։ Ոչ։ Եթե չկա, եկեք անցնենք, սա երրորդն էր, չէ, անցնենք 4-րդ խնդրին։ B փոխականի որ արժեքների դեպքում x քառակուսի պլյուս bx պլյուս 9 պարաբոլը կշոշափի y հավասար է 3x պլյուս 5 ուղիղը։ Ես այդտեղ հավասարեցրել եմ, պարոն Գոգյան, ու դիսկրիմինանտը հավասարեցնելով 0-ի ստացել եմ արմատները, B1-ն ու B2-ը։ Դա ճիշտ եք արել։ Այո, ես էլ հավասարեցնելով լուծել եմ, ու արագ ստացվում։ Եթե ստեղ դուք որոշեք այս պարաբոլին տարված ինչ որ x0 կետով տարված շոշափողի հավասարումը գրեք, զգալի բարդանում է, ինչի, որտեղ B պարամետր կա, ինքը տարբեր տեղեր լինելու է։ Այսինքն արտահայտությունները խառնվում են։ Բայց մեզ պետք է, որ սրան շոշափի 3x պլյուս 5-ը, չէ։ Արդեն գիտենք, որ շոշափողը մի կետում է հատում, այսինքն x քառակուսի գումարած bx պլյուս 9 հավասար է 3x պլյուս 5-ը, պետք է ունենա միակ լուծում, x քառակուսի գումարած b-3 անգամ x պլյուս 4-ը հավասար է 0, ստեղից b-3-ը պետք է լինի հավասար լավ, սենց b-3-ի քառակուսի անա 4 անգամ 4 հավասար է 0, b-3-ի քառակուսին հավասար է 16, b4, չէ, b-ն հավասար է մինուս 1, կամ b-ն հավասար է 7։ Ունենք երկու տարբերակ, երկուսն էլ եղավ։ Դեսի արդեն եղավ, կարծում եմ ստեղ հարցեր չկան, չէ։ Չէ։ Անցնենք հաջորդին։ Ես 7-ը դժվարացել եմ։ Եկեք ստուգենք, մինուս 1 և 7 ստացանք, չէ, ստուգել ճիշտ է։ Ճիշտ է պնդումը, որ կետից պարաբոլին տարված երկու շոշափողների երկարությունները հավասար են։ Սա սխալ պնդում է, չէ։ Սխալ պնդում է, որովհետև բանը եթե կետից դուրս էր, կարող է շատ մոտ լինել մի կետին, իսկ մյուսից հեռու։ Շրջանագիր չի։
Եթե մեկի մոտիկ կա, իրական մյուսին էլ է մոտիկ լինում, բայց այտենց հատկություն շրջանագիծ ունի, էլի, այսինքն շոշափողով տեսնում ենք, շրջանագծի շոշափողի հատկությունները միարժեք նույն երբ չեն տարածվում ցանկացած որի համար։ Հիմա քան որ իրական պարաբոլ չենք կարող գծենք, թեքությունը որ կա, չէ, ստեղ ավելի մոտիկ է լինում, այստեղ սենց ինքը ավելի հեռու պիտի գնա, որ հատի։ Տենց հատկություն չկա։ Ստուգելու համոզելու համար կարելի է ցանկացած կետ ընտրել, հաշվել, տեսնել։ Հիմա ձեր մոտ որ էկրանն է երևում։ Պարաբոլը ձեր գծած սխեմատիկ։ Մի խոսքով այս հարցը Պարոն Գոգյան, իսկ եթե կետը գտնվի համաչափության առանցքի վրա։ Հա, այդ կետում, հա, բայց այդտեղ պնդում է, չէ, որ կետից Ընդհանուր դեպքն է։ Պնդումը ճիշտ է պնդումը։ Բոլոր դեպքերի համար։ Ոնց որ ասեմ ճիշտ է պնդումը, որ բոլոր կանանց անունը բան է։ Նարին։ Կան մարդիկ, որ անունը Նարին է, չէ, աղջիկներ, բայց բոլորի համար դե չէ, այսինքն ճիշտ է պնդումը, որ կետից, այսինքն պիտի ցանկացած կետ։ Ես չեմ գրել, առաջի անգամ եմ ծանոթանում գրածին դրա համար։ Կներեք, այսպիսի դեպքերում բավական չի ասել, եթե գոնե մի դեպք կա, որ չի բավարարում, ուրեմն սխալ է։ Այո, Պնդումը ընդհանուր դեպքում սխալ է։ Նույնիսկ եթե ընդամենը մեկ դեպքի համար սխալ է, Հակաօրինակ։ պնդումը սխալ է։ Կոպիտ ասած, մի երկրում բոլորին միայն մի հոգու են մահապատժի ենթարկել, մնացած ոչ մեկին չեն ենթարկել երբեք։ Կարանք ասենք, որ այդ երկրում մահապահատիչ չի եղել։ Չեն կարող չէ ասել, որտեղ մի հոգի, ընդամենը մի հոգի կա, որին արել են։ Ճիշտ է արդյոք, որ հավասարակում եռանկյան ներգծած շրջանագծից բացի նրա բոլոր կողմերը շոշափող կոր գոյություն չունի։ Ոչ, կարելի է տանել տարբեր կորեր, որոնք շոշափի երեք կողմերն էլ։ Բարդադից չի, որ Խոսքը չի գնում շրջանագծի մասին, չէ։ Կարող է լինել կոր, ցանկացած էլիպս, օրինակ կարող ենք նկարել, որ երեք կողմն էլ շոշափի։ Ստուգում ենք, ճիշտ է։ Անցնենք 7-րդին։ Այս ուղիղը շոշափում է այս պարաբոլը, գտեք բեմնոցի արտահայտության արժեքը։ Պարոն Գոգյան, ես այդտեղ երկու ուղիղները հավասարեցրել եմ իրար ու ստացել եմ քառագուստային հավասարում, բայց դրանից այդ կետը օգտագործելը չեմ հասկացել, որ այդ կետը օգտագործելը, որ պատման կետը տալիս է, որտեղ է պետք գալիս։ Այդ է որ հենց լուծում ենք B-ը այդտեղից դուրս է գալի, գտնվում է հենց B-C արտահայտությունը, չէ։ Դե եկեք գրենք, եկեք միշտ հաշվի առեք, որ մեր ամեն ինչը ձայնագրվում է։ Ածանցյալը հաշվել եմ, հավասարել 1-ի։ Y-ը հավասար է kx + b եւ Y-ը հավասար է -x քառակուսի գումարած k + 2x + c, չէ։ Ասում է, այս ուղիղը այս պարաբոլին շոշափում է, այդ նշանակում է, որ նրանց հատման կետերը քանի հատ են։ 1 հավասար է kx + b։ Ոնց որ մտքումս ասի, այս երկու հատ իրար հետ կրճատվում են, դրա համար բարձրաձայն 2 ասի։ Չէ, այս 1-ը տեղադրել եմ։ երկու ուղիղները հատվում են 1 կետում, հա։ Դրից ասում է x քառակուսի -2x + b - c-ն հավասար է 0, չէ։ Տեսեք, ասում է ուղիղը այս երկու ուղիղը շոշափում է 1y0 կետում, ուրեմն հատման կետի x կոորդինատը ինչ է։ 1 Տեղադրենք դիրքին, հա։ Դրից b - c-ն հավասար է 1։ Եղավ։ Մինչև գնացել էի, մենակ վերջում տանում էլի։ Լավ, դե հիմա լուծենք 8-րդ խնդիրը։ Սա շատ հեշտ խնդիր է, եթե հասկանում եք ինչի մասին, այլապես թվում է աննորմալ բարդ խնդիր։ Y հավասար է x ուղին զուգահեռ երկու ուղիղներ շոշափում են այս ֆունկցիայի գրաֆիկը։ Պարզեք շոշափան կետերի աբսցիսների գումարը։
Տեսեք, այդ կոորդինատների աբսիսներ գտնելը բավականաչափ պրոբլեմատիկ է, x-ից կախված մեծ պարամետրեր են։ Բայց կարող ենք թեման հասկանալու դեպքում ամեն ինչ շատ ավելի հեշտ անել։ Այստեղ գրենք այդ ֆունկցիան y-ը հավասար է ax խորանարդ գումարած 3ax քառակուսի գումարած x հանած 2a։ Այս ֆունկցիայի գրաֆիկը թող լինի սենց ինչ-որ բան։ Ասում է y հավասարը x-ին զուգահեռ երկու ուղիղ շոշափում են։ Այստեղ է սա գաղտնիք, ինչ է նշանակում y հավասարը x-ին զուգահեռ ուղիղ։ Կա գործակիցը 1 է։ Դա 1 է։ Դրա զուգահեռը այսպես վերև ներքև, չէ։ Իսկ էլ էլի 1 է, էլի ուրեմն։ Ասենք սա 1, սա էլ 2, չէ, ոնց որ այս դեպքում ճիշտ է 3 հատ է սա էլ։ Բայց հիմա համարենք 2 հատ կա, մի հատ, 2 հատ։ Ինչ է նշանակում շոշափման կետերը։ Ասենք սա ունենք, սա շոշափման կետ է, չէ։ Այդ նշանակում է, որ ֆունկցիայի ածանցյալը այդ կետում ինչի է հավասար։ 1-ի։ Ճիշտ է, գրենք, պայմանն էդ է, չէ, y'(x)-ը հավասար է այստեղ 3ax քառակուսի գումարած 6ax գումարած 1, չէ։ Շոշափման կետերում սա ինչի է հավասար։ Գրաֆիկի ֆունկցիայի 1-ի։ 0-ի։ 1-ը հավասար է 1-ի, չէ։ Չէ, 1-ի, ոչ թե 0-ի։ Բոլորս ասեցինք, բայց ինչու 1-ի։ X-ի ածանցյալը, հայ Բա y հավասար x-ի անկյունային գործակից ինչքան է։ 1, y-ը հավասար 1։ Անկյունային, սա ածանցյալը, դա շոշափների անկյունային գործակիցն է, չէ, ասում ենք 45 աշճանի դեպքում 1 է, շոշափողը y հավասար x-ին զուգահեռ է։ Հա։ Ուրեմն հավասար է 1-ի, ստեղից 3ax քառակուսի պլյուս 6ax-ը հավասար է 0, ստեղից x-ը հավասար է 0 կամ x-ը հավասար է -2։ Ուրեմն գումար ինչ կտա։ -2։ Հիմա տեսեք մի քիչ բարդացնենք։ Հիմա ստեղ եթե դնեի ոչ թե x լիներ, այլ 8x։ Ստեղ կդառնար գումարած 8, չէ։ Ստեղ էլ կլիներ գումարած 8։ Ստեղ գումարած 7 հավասար է 0։ Ամեն դեպքում աբսիսների գումարը Վիետի թեորեմով կարող էինք հեշտ հաշվել։ Սրա լուծումների գումարը ինչ կլիներ։ -2 Դա -6-ան բաժանած 3-ա, չէ։ -2։ -2։ Պարզ էր։ Այսինքն Վիետի թեորեմով, եթե սա ավելի բարդացվեր էլ, մենք կարողանայինք գտնել աբսիսների գումարը։ Գլխավոր նրբություն էլի, ասում է շոշափողը զուգահեռ է y հավասարը x ուղին, չէ։ Y հավասարը x ուղին զուգահեռ նշանակում է անկյունային Երկուսի տանգեստ ալֆաներն էլ նույնն է։ Կայրը նույնն է։ Իսկ շոշափողի համար անկյունային գործակիցը ածանցյալի արժեքն է։ Այսինքն մենք գիտենք այս ֆունկցիայի ածանցյալի արժեքը այդ կետերում, էլի։ Ածանցյալը հավասարում ենք այդ արժեքին, ստացվում է հավասարումը։ Ու Վիետի թեորեմով արմատների գումարը միանգամից գիտենք։ Նույն խնդիրը, որ ուղղահայացով լիներ։ -1 կայրորդ, չէ։ Շոշափող ուղղայաց լինել է դա մի քիչ սինգուլյար բանն է, էլի ածանցյալը պիտի գոյություն չունենա։ Պիտի անվերջի։ Այդ կետին մոտենալիս։ Իսկ այդ ուղղայության դեպքում անկյունային գործակիցների հարաբերությունը -1 էր, ոնց էր այդ ուղիղները, եթե ուղղահայացեն անկյունային գործակիցների։ Անկյունային գործակիցների արտադրյալը -1 է։ Ահա, արտադրյալն է -1, հա, դա, մերսի։ Ծառայության բաժիշն ասաց, այդ 1-ը չպատկերացվեցի։ Հակառակ նշանը։ Չպատկերացրեցիք, վերադառնանք գրաֆիկին։ Այդ անկյունային գործակցի 1 լինել է զուգահեռ։ Ձեր ձայնը ընդհատվեց ոնց որ։ Y հավասար x-ի անկյունային գործակից ինչքան է։ 1։ 1։ 45 աստիճանը 1։
Հա, դա մեկ է։ Ասում է այս սուղին երկու հատ շոշափող ունի, որոնք զուգահեռ են y հավասարը x ուղին։ Այսինքն այս սա մեր y հավասարը x-ին, չէ։ Հիմա այս է այդ մի շոշափողը, չէ, մյուսն էլ սա է։ Այս շոշափողը ինչ է նշանակում այս շոշափողը։ Անկյունային գործակիցը Անկյունային 1։ Անկյունային գործակիցը 1 է, չէ, բոլոր y-ը։ Այդ նշանակում է այս կետում ֆունկցիայի ածանցյալին չի է հավասար։ Հա, այսինքն ինքը որ զուգահեռ տեղափոխվեց, այս անկյունային գործակիցը չփոխվեց, անկյունը չփոխվեց։ Հա, եղավ, շնորհակալություն, պարզ։ Անդամի գործակիցն է, չէ, փոխում, անկյունային գործակիցը նույնն է մնում։ Հա, եղավ, հաստատ է, շնորհակալություն։ Այսինքն ածանցյալը հավասարեցնում ենք անկյունային գործակցին։ Գործակցին։ Տանգենսֆինը։ Եթե y հավասարը x-ի տեղը լիներ y հավասարը 2x, խնդիրը կմնար նույն լուծումը լրիվ։ Վերջում ածանցյալը հավասարեցնելու ենք 2-ի, բայց Վիետի թեորեմով մեկը բան չէր փոխվելու, չէ։ Քանի շոշափող է հնարավոր տանել գրաֆիկին -4 0 կետից։ Ինտերնետը այնքան վատ է, որ դանդաղ է բացում։ Դե սրանք պարզ խնդիրներ էին, չէ։ Իմաստն էր, որ հասկանաք, որ կարող է շատ լինել։ Հիմա այստեղ որ կա, ոնց անենք, որ սա գրենք։ Ոնց անենք, որ երևի։ Սպասեք, էկրանը կիսելը դադարենք։ Ես այս նկարը ունեի ավելի որակով։ Ձեռքով նկարել ենք, էլի մենք։ Տեսմով ծրագրով էլ սարքած է նկարը։ Երևում է, չէ, հիմա լավ։ Դեռ չի բացել։ Ահա։ Հա, հիմա երևում է։ Երևաք։ Այո։ Հիմա տեսի մի շոշափող, համաձայնեք։ Ահա։ Մի քիչ վեր անեք X-ի առանցքով կարող է գնալ, չէ՞, այդ գագաթում շոշափումը։ Այս երկու շոշափող, այս 3 շոշափող, Մի հատ էլ ներքևի վրա։ 5-ից։ տեսեք, այս շոշափողը, չէ։ Հիմա ինքը սկզբունքորեն այս կետում հատեց։ Բայց դա չի խանգարում, որ ինքը շոշափի, չէ, այս կետում մեկը շոշափում է ինքը ֆունկցիայի գրաֆիկը։ Ունը մյուսների դա։ Ուրիշ շոշափող ոնց որ չէ։ Բայց մի հատ 0-ով էլ կանցնի։ 0-0-ով կանցնի։ X-երի առանցքը։ Մի հատ էլ սա։ Մի հատ չկա, պարոն Գոգյան, փորձելով կարելի է հասկանալ հետևես պատին հղվելով չի կարող իջնել ներքև։ Որը։ Այս երրորդ քառորդի մեջ որ կա։ Չէ։ Այս կետից լիներ, սա կլիներ։ Այ դա եմ ասում, երրորդ քառորդում այդտեղ շոշափող չի լինի։ Հա, բայց -5 0 կետով չի լինի արդեն, շոշափող չի լինում։ Այսինքն պարաբոլ լինի ներսի կետը։ Պատկերացրեք, որ շոշափող տանեք ստեղ ինչ-որ Այսպես փորձելով կարող ենք ասել, ուրիշ եղանակ չկա։ Դե եթե բանաձևը չկա, ոնց կարող եք վերլուծել, ուսումնասիրել։ Այսպես ավելի տեսանելի է։ Հա, չէ, հենց վիզուալ ընկալման խնդիր է, որտեղ նախորդ հանդիպանը տեսանք, որ ինչ-որ բան խնդիր կար, չէ, հասկանալ շոշափողների հետ կապված։ Բայց սենց անհնար է, չէ, որ ատեստացիային լինի հարց։ Դե հա, մենք տեսեք, ինձ թվում է այս խնդիրները շատ ավելի բարդ են, քան ատեստացիայի ժամանակ լինելու են։ Տեսեք, խնդիրները շատ միջ թեմայի կապերով են, էլի փորձում անել, որ միանգամից տարբեր բաներ ուսումնանեք։ 1 2 սա 3 սա 4 Չէ, այս 4 սա էլ 4 հատ երևում է, չէ, ժողովուրդ։ Հա, Նկարը փոխեցի, կարող է զումը անահն։ Սա էլ 4 հատ շոշափող ունի։ Այսինքն
Կետից տարված շոշափողները կարա շատ լինի ու կարևոր է այս երկու թայբանի միջը շոշափողը պարտադիր չի մի կետում հատի։ Շոշափելը ինքը լոկալ բան է, էլի, տեսեք, ես նշեմ, այստեղ ինքը շոշափում է, չէ՞։ Այն որ ուրիշ տեղերում արդեն կհատից, տեսեք, ստեղ հատում է, չէ՞։ Որ շարունակի ստեղ էլի հատելու է։ Դա չի խանգարում, որ այն աջ մասում ինքը լինի շոշափող։ Շոշափողը ինքը լոկալ հատկություն է, էլի։ Գրաֆիկի ինչ-որ մասում ինքը դառնա շոշափող։ Ինքը այդ մասում, եթե հիշում եք դեսմոսով ասենք, որ զում ես անում, այլ տարբերությունը չի զգացվում։ Մարդ կար, որ անցած հանդիպմանը չկար, այդ պահը բացա թողել։ Հա, ես եմ։ Ձեր համար Ձայնագրությունը չեք դնելու։ ձայնագրությունը կա, կդնենք, կնայեք, բայց Որ զում ես անում, կարծես համընկնում է երկար տեղ։ այդ այլ շոշափող իմաստը դա է։ Թե ուրիշ տեղեր ինչ կլինի, այդքան էլ կարևոր չէ, օրինակ y հավասար 2x քառակուսի մինուս x, չէ՞, սա էր, սրա շոշափողը որն էր, 3x մինուս 2-ը, հա։ Այսի մեր առաջադրանքներից էր, դրա համար հիշում եմ, որ լուծեցինք։ Տեսեք, եթե ես հիմա սկսեմ զում անել, այս շոշափման կետը, զգում եք իրար վերադրվեցին։ Համընկան համարյա։ Ինքը մեկ հատում է մի կետում է, էլի, նեն չէ, բոլոր կետերում հանդվում են։ Պրոստը այնքան իրար մոտիկ են, որ դուք տարբերություն չեք տեսնում։ Բայց եթե լինի օրինակ 2x մինուս 3-ը, 2x մինուս 2x պլյուս 1-ը, տեսեք, ստեղ շոշափում չի ես կարմիրն ու կանաչը։ Հեչ էլ իրար չեն համընկնում, չէ, համընկնելու հոտ չի գալիս։ Իսկ կարմիրն ու կանաչը, տեսեք, գալիս եք ոնց որ գալիս ամբողջական իրար հետ համընկնում են, էլի, շոշափելը սա է նշանակում։ Y-ը հավասար է մոդուլ x-ը, մեկ էլ 0.5x-ը, իրար չեն շոշափում, որովհետև, տեսնում եք, չէ, որ մի քիչ զում եմ անում, ինքը մեկա իրարից հեռու են մնում, չեն մոտենում։ Այս կապույտը մոդուլ x-ն է, սևը x-ն է։ Ենք անում, ինքը ոնց որ նույն ձևի մնում է, սկզբունքորեն բան չի տարբերվում։ Իսկ շոշափելու դեպքում գալիս իրար այսպես սահուն, ինքն է դառնում, հետո հեռանում է։ Արոն Գոգյան, այս սևը y-ը հավասար է x, դուք ասեցիք։ 0.5x-ն է։ Հա, 0.5։ Y հավասար x-ը, կապույտի վրա կվերադրվեր, դրա համար հա, կլիներ, հա, համընկնում էր y-ը հավասար է x-ի, հա։ Բայց եթե հիմա գրեմ y-ը հավասար է Այդ կապույտ ֆունկցիան շոշափող չունի։ Քառակուսի։ Ինչ? 0 կետում չունի։ Տեսեք, 0.5-ը շոշափող չի, չէ՞, այդտեղ թվում է թե շոշափում է։ Դասնելիս պարզ է երևում։ Տեսնում եք երկու հատ ունի։ Բայց եթե իրան մի քիչ իջացնենք ներքև, Վարդան 2x-ը 0.5, 1/4, 0.5, այսա շոշափում արդեն, մտքում լուծեցի էլի, շոշափողա, տեսեք մոտիկացնում եք, արդեն ինչ-որ բայից հետո իրարից չեն տարբերվում, ում եք, այս աջ ծայրում ու ձախ ծայրում զգացում չտարբերեն, որ մի քիչ էլ մոտիկացնեմ, էլ արդեն իրարից չեք տարբերի։ Զգում եք, չէ։ Պարոն Գոգյան, այդ y-ը հավասար է մոդուլ x-ը, այսինքն եթե ինքը մի կետում է շոշափում, ինքը շոշափող չհանդիսանա, այդ որ բանը չի համընկնում, դա անպայման համընկնում եղնի։ Դե, ասում մի կետում է հատում, բայց ինքը մեկա շոշափող չի։ Մոդուլ x + 3-ը դնեմ ու
0.7x plus 3-ը։ Հիմա դա շոշափող կարող ենք համարել։ Չէ, շոշափող չի ինքը, հենց այդ եմ ասում։ Ինքը շոշափողա մոտիկ ասում է։ Ինչ։ Ասում եմ ընդհանրապես Համագնում եղավ, կլինի շոշափող, եթե չեղավ, ուրեմն չի լինի։ Օրինակ ուրիշ կետ է, տեսնում եք, այս կարմիրն ու սևը ինչ որ մեկը մյուսից առավել է, ոչ։ մոդուլ x plus 3-ին շոշափելու համար, ոչ մեկ առավել չի, չէ։ Շոշափողի, ոնց որ փայտ որ դնեք, տախտակ դնեք, ինքը կարող է կորորել, չէ, այս կետի երկայնքով։ Կարմիր գիծը կարակ պտտեք տանեք սևին, սևը բերեք կարմիրին առանց մեր բանը պարաբոլին, մոդուլ x-ի գրաֆիկին խանգարելու։ Այդ նույն սկզբունքով դուք հատանցյալը բացատրեցիք, որ այդ կետում հատանցյալ կունենա, թե չի ունենա այդ տախտակի օրինակով։ Հատանցյալ ունենալը նույն շոշափող ունենալն է, էլի։ Եթե հատանցյալ ունի, դա դառնում է շոշափողի անկյունային գործակիցը, չէ։ Հատանցյալ իմաստը ենք բանալ։ Էտա։ Լավ, դե ժողովուրդ, շնորհակալություն, էլ նոր բան այսօր չենք քննարկի, ժամից ավել տևեց։ Այս թեմայով ավելի բարդ տարբերություններ կունենք։ Գերկոկյան։ Ուշاد օրը կտեղադրեք խնդիրները, չէ՞, Գերկոկյան։ Հա, նույն ձևի քառակուսիներում կտեղադրենք։ Ու ձայնագրություններ կդնեք, պարոն Գոգյան։ Տեսություն։ Անպայման։